Վարչապետ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի թիվ 1 պաշտպանն է, այլ նաև եկեղեցու թիվ 1 պաշտպանն է այսօր։ Եկեղեցին պետք է փրկել եւ պաշտպանել կտրիչ Ներսիսյան, այս Ներսիսյան կլանից, այս Գարեգինից, իր եղբայր Եզրասից եւ նրան շուրջ մի 10 հոգի գործակալ եւ չեկիստներից, ովքեր ուզուրպացրել են մեր սրբություն սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Վարչապետի ոչ մի քայլ Էջմիածնի կամ Մայրաթորի դեմ չէ։ Այս խունտան, Գարեգինի կտրիչի խունտան ծառայում է օտար երկրի, նրանք հավաքագրված գործակալներ են։ Վարչապետը ունի անսահման անասելի մեծ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առաջ եւ հասկանում եմ, որ նա բացեիբաց չի կարող ասել, որ Գարեգինը կտրիչը գործակալ է, քանի որ ինքը Հայաստանի ղեկավարն է, առաջի դեմքն է, նա պետք է դիվանագիտական խողովակները բաց պահի Հյուսիսի հետ եւ հարաբերության մեջ լինի։ Ես այդ կաշկանդվածությունը չունեմ եւ հստակ ասում։ Բարև ձեզ Ժողովուրդ ջան։ Ցավոք, իմ այսօրվա էֆիրը ֆուտբոլի ժամանակը չգիտեի ճիշտ ասած, երեք որ ասել էի բանը էֆիր կլինի, չէի հաշվել, որ այսօր հայկական թիմերն են խաղում։ Մեծ սավպալը, ոնց որ Բալասանյան գրեցի, պարոն, այնց կարակ առանձվուկն է, ֆուտբոլի զվուկով, արջկա կամ ակարակը կարականեք։ Լավ, ուրեմն սկսենք թեթև թեմաներից, մինչև ժողովուրդը հավաքվում է։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի քանի անգամ նկարներ գցեցի Իռլանդիայում խաչքարը, հա, հայկական, հետո հայկական գիրքը Իռլանդիայում մուզեյում։ Մի հատ նկար կա, կգցեմ ես այս էֆիրից տակ ինձ կտեղադրեմ, ուրեմն Նիզամի ադրբեջանցիները պարսիկները այդ կռիվ են անում, որ Նիզամին այդ իրանց պոետն է, ադրբեջանական է, թե դուք ուր էիք, թե դուք ուր, Նիզամին ուր, թե իրանք սովոր են, ամեն ինչը կողնան։ Սա էթնովան էլ է իրանցը, Նիզամինն էլ է իրանցը եւ այլն։ Ուրեմն Նիզամի գիրքն է մի քանի դար առաջ գրված, որ բանը պարսկական պրինցը սիրարվել է հայկական պրինցեսայի վրա ու դրան ոտանավոր էր ինքը ման պոեմա է մի հատ մեծ այդ նկարը ունեմ կտեղադրեմ ես իրոք ապշեցի որ Իռլանդիան այդքան հայկական արտիֆակտներ ունի մեր պատմության արտիֆակտներ ունի ու հիանալի էր ու իրանք այնց լավ են պաշտպանում այնց ամեն ինչը շատ ուխոժն է շատ բան հա այդ մեր արտիֆակտները բրավո շնորհակալություն իրանց Так ժողովուրդ ջան ուրեմն խոսենք Ամերիկայի ընտրություններից Ամերիկայի ընտրություններ առնելու շատ Ամերիկայի հայեր լավ մարդիկ իմիջելոց բանեն որ դեմ են այս կնոջը որ կանդիդատուրան բան արել նկարներ են գցում հենց նայեք ինքը ինչ գեշ աջայլ ժամանակվան այդ դա կարևոր չի ժողովուրդ ջան մի մարացեք դրան Գեշա, սիրունա, շնորհոք արձակվել է այս բանն ա եղել եւ հասկացեք մի բան, եթե եկավ Տրամպը մեր Հայաստանի հարցը շատ լուրջ առնելու։ Մենք բոլորս գիտենք, որ նա Պուտինի ընկերն է, հա? Թե Ուկրաինայի հարցը շատ լուրջ կլինի, Ռուսաստանը ինչ ուզենա այդ դրան դաբիցը կլինի։ Թե մեր Զանգեզուրի հարցը շատ լուրջ է կանգնելու։ Մեր դեմ։ Դրա համար հիմա էսի Գեշա, սիրունա, բան է այս աղջիկը, դրան մի դարձրեք ուշադրություն, աշխատեք Տրամպը չգա։ Այդքան բան։ Ու ձեր ձայների շատ բան է կախված։ Հիշում եք այն անցյալ ընտրություններին 118 ձայներ սիվո տարբերությունը։ Մեր ամերիկա հայերը թող գնան ընտրությանն ու իմանան ում են ընտրում։ Էլ եմ ասում Տրամպը մեր համար կլինի կաշմար։ Մեր կառավարությունը իմանալով որ դա հնարավոր է, հիմա արդեն պատրաստվեք։ Ոչ թե Տրամպը գա, որ դուք էլ ասեք չէինք սպասում, ամեն ինչին չէինք սպասում։ Մի հատ էլ բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ուրեմն այն բրազիլացի աղջիկներն էին պարում Սարյանի վրա, բրազիլական կուլտուրա են բերել, հայ աղջիկ են, մեծ Բրազիլիայից են։ Մենք սիրում ենք, չէ՞, կառնավալն այլ Բրազիլիայի հիանալ բան, Երևանում հանգարչան ես կմորթենք։
Այդ աղջիկների մասին ինչ ասես չգրեցին։ Խիարը ինչ են արել։ Պարել են։ Հա լավ են արել։ Մերկո հոգել գրել են երրաբլուրի տղեկը հելնեին, թքեին ձերերեսին, արա այդ երրաբլուրը հանգիստ թողեք, արա այ ապուշներ։ Հերիք այդ երրաբլուրի անունով խաղաք դուք։ Ինչ եղավ երրաբլուրի տղեկ, դու երրաբլուր եղել ես, դու դրա հետ բաբշե կապում ես։ Մենք տղեկով հանդիպեցինք, մեր ջոկատի տղեկով շատ տարի իրար չենք տեսել։ Նստանք մի կտոր հաս կերանք, բան ասին գնանք երրաբլուր։ Ժողովուրդ ջան, չկարացանք, այն առաջի գերեզմաններից այն կողմ չկարացանք գնանք։ Հենց հունկուր արցունքները գալիս է, չես կարում այդ երրաբլուրում ձենը չի գալի, խոսալը չի գալի։ Ոռնում ես, կայնած ոռնում ես ցավից։ Այն մեր վախտով կարում էին գնանք, որ մեր տարիքակի հասակակիցն էին, մեր ընկերներն էին, բան, գնում էինք հələ մի հատ էլ նստած տղեկի գերեզմանին հանակ էինք անում, արայլեսի թռավրեկից, այսպես բաներ էինք խոսում, այդ ցինիկ հանակները մեկ-մեկ օգնում էլի, էդի դիմա, հիմա ես չեմ կարող մտնեմ երրաբլուր։ Չեմ կարող, որտեվ արդեն տարիքը ուրիշ է, մեր երեխեքն են։ Երրաբլուրը դի բենից ամուն եք սարք, արա սաղը, երրաբլուրի տղեկը հելնեին է սաղջի, դու ով ես արա երրաբլուրից խոսած, կամ երրաբլուրի պրիչում այդ պարողների հետ։ Չեք աման, շմարա թեքեմ ձերերս, միատ սրբություն ունեք դուք։ Կստացի այդ թեմայից, որ խոսեցինք, մի հատ բան ասեմ ձեզ, ուրեմն իմ ջոկատից մարդ գտավ, Դեն ժամանակ որ բանը գնացինք, ես ասեն գնացի էմիգրացիա արեցի ուրիշ երկիր շատ տարիներ առաջ, այն վաղ մոբիլն հեռախոս չկար, տան հեռախոսն ենք, տան հեռախոսն էլ մարդը տունը փոխել ու տենց կորցրել ենք, իրար չենք գտավ, այդ տղու անունը Արմենա Ածականը Պերեկոս, քիթը մի քիչ սուր, կռվի վաղ քիթը ծրավ, դե ֆիլայներն էլ են ցինիկ հանակները, իրանը Պերեկոս էր, մեկը կակազում էր Իրանը Պերեբոյ էր, հացականը բան, հա, Արմենին կտայից իրան շատ էի մանգալի, Կիլիկայի տղա էր, Կիլիկայից էր, ինքը ինձ կտավ ավելի ճիշտ ճանաչավ, պարկասու, բայց ես բոլորիդ մի հատ խնդրանք ունեմ, ժողովուրդ ջան, կա Արտակ անունով տղա, իրան շատ է մանգալի, էլի մեր ջոկատից էր, եթե մեկը ճանաչի իրան, խնդրում եմ իմ դանիները իրան ասեք, կամ իրա դանիները ինձ տվեք, այդ տղեն Արտակը Բանգլադեշում ապրել Հետո տունը ծախեց, գնաց ու ուր գնաց ես չգիտեմ, կնոջ անունը Գոհարը, 3 երեխա ուներ, մի տղան էլ Գոռը, եթե ինչ-որ մեկը ճանաչում է, Բանգլադեշ բասեյնի կողքի շենքերն էր ապրում, եթե ինչ-որ մեկը ճանաչում է այդ տղուն, խնդրում եմ կապեք ինձ իրա հետ, ես էլ իրան եմ շատ մանգալի, մեր ջոկատի տղա շատ ճանապարհ ունենք անցած ու կորցրել ենք իրար, չեմ կարող գտնեմ իրան, այտենց Լավ, խոսանք թեմայով ժողովուրդ ջան, Եվրոկվեն, որ բանա լինում, հա, ֆլեշմոբը եւ այլն։ Որ մենք ընդունում ենք, մենք պատրաստ ենք բանը Եվրոպա մտնելը։ Ես տենց եմ հասկանում, որ Նիկոլ Փաշինյանին պատրաստ չի իր թիմը Եվրոպա մտնելուն, որովհետեւ մի քանի օկու հետ խոսացի, ես ԿՊ-ից չեմ, ԿՊ-ական չեմ։ Բայց շատ ընկերներ կան տեղի, թե դիպուտատ, թե այդ պարտիայից, որ խոսում ենք այդ թեմայով, ժողովուրդ ջան, կա մի հարց, ոնց որ թե ԱԺ-ն, ԿՊ-ն, դե ԱԺ-ն ԿՊ-ն է մեծաձայնը, հա, ու ոնց որ ուզում են դեմ քվեարկեն, որովհետև մենք դեռ պատրաստ չենք, ասում են, տենց բան։ Ես միշտ Նիկոլի կողքին եմ կանգնել, ու հիմա էլ կկանգնեմ, հարց չկա, բայց սա այն թիրախն է, որ մենք պետք է դա անենք, այդ նաշեցել, բայց իվ Եվրոպու, եթե չեղավ ես առաջի թշնամի ես կլինում, չէ, չեմ գորալու ժողովուրդ, հելը գրապարակ, ցույցեր անենք, բան, ուղղակի կգա 26-ին ընտրությունները, մալն ի պակաժիցը, Հայաստանը եվրոպական երկիր է, մենք պետք է գնանք Եվրոպա, վապրոս զակրիտ, վակրուկ, դա օկլը, մենք հելը պատրաստ չենք, միշտ ասել եմ, միատել եմ ասում, խնդիրը շատ անգամ ավելի դժվար է դնել, ժողովուրդ ջան, կամ այդ խնդիրը կատարել, ճիշտ խնդիր դնելը, հիմա, եթե մենք տալիս ենք կանդիդատուրու Եվրասոյուզ,
они нам поставят задачи и дадут время, чтобы эти задачи мы выполнили. Датакан համակարգնա բան, ну, в общем, լիքը հարցեր է։ Որտեղ դրե կանդիդատուրան թող իրանք խնդիրը դնեն, մենք այդ խնդիրը կատարենք։ Պատրաստ չենք ո՞րն արա։ Ուրեմն նայեք ինչ է ստացվում, ռուսները հետ կրվանք, ռուսները որտեղ գլխներիս ունեն ցարկի, Ղարաբաղը կորցին, Եվրոպայի հետ էլ չենք մոտիկանում։ Բայց ռուսները չկրվեն, տենց դուք էլ մնայինք, բայց իմաստը էլ ո՞րն էր։ Դրա համար ես հիմա բանը որ ստորագրությունները հավաքում են որ բան խնդրում եմ ակտիվ եղեք այո ազգային ժողովում այդ հարցը պետք է դրվի ու ես դիմում եմ ինձ թվում ամենակ իմ անունից 100,000 մարդկանց անունից Հայաստանը Եվրոպայա պետք է մենք մտնենք Եվրոպա вопрос закрыт տենց ալնելու դուք չանեք 26 թվին մյուսն գալու իրան կանեն Ուրեմն մի հատ էլ բան ասեմ Ժողովուրդ ջան, իմ մասին էլի դաշնակ բևեռ բան որ գրում են, արա մտել նայում են ով այնց լայք դնում, մտնում են այդ լայք դնողներին պրիվատում, sense մի հատ պրոստին են իմ մասին գրում եւ այլ։ Ապուշներ չեք հասկանում, որ ես անխոցանելի եմ։ Ու բացատրեմ ինչի։ Ես պոլիտիկայի ամբիցիա չունեմ, ես ոչ վարշապետ եմ ուզում դառնամ, իմ դեպուտատ դառնալը 20 րոպեվա հարց է եղել, Ժողովուրդ ջան։ Ոչ դեպուտատ եմ ուզում դառնամ, ոչ պաշտոն եմ ուզել, ոչ մի բան։ Այդ բաները որից գրում եք, ես ունեմ մի մեծ մասա ժողովրդի, որ ինձ նայում է։ Այդ մարդիկ ինձ միշտ նայելու են, որովհետև ես ամբիցիա չունեմ, ես միշտ նեյտրալ եմ խոսում։ Ներողություն Երևանի լեզվից համար, եթե պետք է Նիկոլին կքլնգեմ, եթե պետք է Նիկոլին պատժժկա կանեմ։ Ես ոչ ոքի չեմ վախենում, որովհետև ես բան չունեմ այնտեղ որ կկորցնեմ։ Хотя Նիկոլի կպնելու մասին Ժողովուրդ ջան, այսօր մի հատ լավ տղա կա, ես իրան երբեք չեմ հանդիպել բանում։ Մեկ խոսում ենք բանով հենց կոմենտարյաներում Facebook-ում Բորեպակով։ Ինքը ազգության պրուս տղա է, բայց 5 հայից ավելի հայ է, ինքը երևանցի, մի արտակարգ տղա։ Մի հատ հանակեր դրել Նիկոլի մասին նկարեր, ասել վայ, ինչ հարցակ բան, ինչ բան արեցին, արա մի հատ հանգստացեք։ Նիկոլը մեր թագավորն է, ասես բաներ, տղա ջան, դու չունես, Նիկոլը իմ աշխատողն է, ու քո աշխատողն է։ Դու իրան ընտրել ես, ինքը քո աշխատողն է։ Ինչ վրա տվիկ այդ տղուն զոմբիական բաներով, կային նորմալ մարդիկ քանակը չհասկացան, բայց կային այդ զոմբիները, անիծել, բանաներ, մի հատ հանգստացեք հələ։ Կառելյա իգրայից սվիտա, այդ հրեշությունը մարդկանց մեջ դուք եք, գիտեք են Սերջը, որ նոր էր եկել, Սերջը տենց հրեշ էր, են կողքիները սակին, մեր թակավոր քու ձեռնասաղ և այլ, Սերջը դարած Սերջ։ Սկսան մարդիկ բորնալ այդ Սերջից։ Բայց Նիկոլին ենքան եք ասելու, մի օր հավատալու է, որ ինքը թակավոր է, ինքը ինչ ուզի կարա անի ու անելու է։ Մի արեք, արա, կրիտիկայի հանակա և այլ, Причем Борепаковն էլ հենց как раз Նիկոլական է։ Լավ։ Ուրեմն բանը խոսացել էի Ժողովուրդ ջան, անցյալ էֆիրում խոսացի Մալացիա Սեբաստիայի թաղապետի մասին, ու բանը քրիտիկա արեցի շատ Էրեբունին, արել եմ լավ եմ արել, որովհետև Էրեբունի մասիվը Էրեբունին արեշը այն վիճակում է, որ այնտեղ շատ բան պետք է փոխվի։ Հիմա նոր թաղապետ է այնտեղ։ Այս տղուն ես բան չեմ ասել, որ ինքը վատ աշխատել, նոր է եկել, ոչ լավ աշխատել նա երևում, ոչ վատ աշխատել։ Աստված տա, եղբայր ջան, դու էլ կարանաս աշխատես, ոնց որ ասենք պլանկեն, այնտեղ Ռոմիկը այնտեղ է բարձրացրել, մասիվի թաղապետը այնտեղ է բարձրացրել պլանկեն, աշխատում են։ Աստված տա, դու էլ տենց աշխատես, ես առաջինը ես կգովամ, առաջինը ես կասեմ բրավո, молодец։ Մի հատ բան ասեմ, էլ եմ ասում, зачастую правильно задачу поставить тяжелее, чем эту задачу исполнить։ Вот теперь одна задача Քանի թաղապետ ես, դու իմ աշխատողն ես, չէ՞, Էրեբունի այդ շրջանի մարդկանց աշխատողն ես, իրանք են քեզ աշխատանքի ընտրել, չէ՞։ Հիմա հարց, Գաջի գործարանի դեմի շենքերը եղել ես դու եղբայր ջան։ Այնտեղ во-первых չի կարելի ապրել։
այդ գաժի գործարանից այդ փոշին, այդ թոզը, այդ բան, տունը մաքրում են մարդիկ, մի րոպեից այդ թոզը լցնում է, էլի գալիս է տուն։ 5 րոպեից այդ տունը էլի այդ սև գույնը։ Ու դա իրանք շնչում են, այդ անկալոգիայի բունը։ Պլյուս դրան, այդ շենքերը ավարիներ են, մեկը 3-րդ կարգի ավարի ունի, մեկը 2-րդ կարգի եւ այլն։ Բանում չերեմշկում պրոգրամա կա, արդեն քանդում են շենքեր, սարքում են թազա, մարդկանց թազա շենքեր։ Այդ խնդիրը դիր կառավարության դեմ, որ հա, այս մարդիկ, այս որ շնչում այս ավարիոնի շենքերը կա, հա, պետք է սարքվի ուրիշ շենքեր, ուրիշտեղ այս մարդկանց պիրիսիլից։ Вот задача, которую надо исполнить. Если остановим, որ эти վաղը չի լինի, մի ամսից հետո չի լինի, но это надо сделать. Ժորժան, ու մի հատ էլ բան շատ են խոսում Հնդկաստանից զենքը բան, ես էլ եմ այդ թեմայով խոսացել։ Այո, Հայաստանը այսօր որով Հնդկաստանից ամենաշատ զենք առնողն է աշխարհում։ Ու իրոք մենք շատ ենք առնում, թե Հնդկաստանից, թե Ֆրանսիայից, մի քանի երկիր էլ կան, իրանք չունեմ ասեմ, դա բաց ինֆորմացիա չի։ Հնդկաստանն ու Ֆրանսիան բաց ինֆորմացիա կարողանում եմ ասեմ։ Զենքը գալիս է ժողովրդյան ու փառք Աստծո, որովհետև մենք ուզում ենք խաղաղություն, իհարկե ուզում ենք, մենակ դեբիլը կարա պատերազմ ուզի։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ինչքան ավելի շատ մենք զենք ունենանք, ինչքան ավելի պատրաստ լինենք պատերազմին, այդքան շատ խաղաղություն կլինի։ Ու այդ զենքը թե արտադրվում է Հայաստանում, թե գալիս է, թե բան։ Հիմա ռազմարդյունաբերության կոմիտեում մի քիչ խառնա դիմում եմ Մխիթար Հայրապետյանին, այդ հարցը լուծեք, պարոն Հայրապետյան, ժամանակինս արագ, որովհետև не тот вопрос, который можно откладывать. Не тот вопрос. Այդքան է այսօր, Ժողովրդյան, այսօր հա մի քիչ կարճ խոսեցի, երկորից կմտեմ մի քիչ երկար թեմաներ կա իմ մոտ գրած, մի քիչ երկար թեմաներ ենք խոսենք։ Բայց այսօր այսքան է։ Մենք պետք է ուղղակի կարողանանք հիմա ասես մի բրոնզկ դառնանք ու կարողանանք գնանք դեպի Եվրոպա։ Այն երեկվա կադրերը տեսակ երևի բոլորդ Ռուսաստանի սահմանապանները Զվարթնոցից դուրս եկան, հիշում եք երևի 5 տարի է այդ խոսում եմ, փառք Աստծո, դա ստացվեց։ Տարոսը մնացած ռուսներին, ռուս զորքերին Հայաստանում։ Մենք անկախ պետություն ենք, ու պետք է դառնանք անկախ պետություն։ Նիկոլը դա արեց, լավ արեց, բրավո։ Այդ են շանակի։ Պարոն Փաշինյան, մի բաներա մենք դեռ պատրաստ չենք, պատրաստ ենք։ Այս ժողովուրդը պատրաստ է։ Դժվար օրեր տեսնի, իրոք օրերը դժվար են լինելու այս Ռուսաստանից կտրվելը։ Մենք ընդ գազի հարց ունենք, հոսանքի հարց ունենք, մեր բերքնա բաննա, в общем, հա, այդ կամաց էլի սխում են։ Պետք է գա հասնի ոսկորեն նոր անենք։ Ժամանակն արդեն չէ, այդ քայլերը անենք մենք։ Այդքանը, լավ եղեք, մի քանի օրից նոր էֆիր կլինի, մենք կզրուցենք, ու աստվածտա ամեն ինչ լավ կլինի, լավ նորություններ կլինի։ Լավ եղեք։